Եթե մենք այս իրավիճակով շարունակենք այսպես աշխատել, ապրել, չգիտեմ, քաղաքականությամբ զբաղվել եւ այլն, մենք ունենալու ենք շատ վատ պատկեր, որովհետեւ ընտրությունների կգնա բնակչության 30%-ը, այդ 30%-ի 30%-ը կընտրի գործող իշխանություններին, որը որ 30%-ի մեջ քանակապես կդառնա 50+1% եւ Հայաստանի Հանրապետությունը եւս 5 տարով գերության մեջ կհայտնվի գործող իշխանության նախագծերի ձեռքում։ Ես այդպես չեմ տեսնում, որ պետք է անել, իր համար մենք հիմա մեր հիմնադրամով փորձում ենք շատ տարբեր ծրագրերի աջակցություն ցուցաբերել, փորձում ենք տարբեր ծրագրեր իրականացնել, կրթական ծրագրեր, բարեգործական ծրագրեր, առողջապահական ծրագրեր, այսինքն սոցիալական ծրագրեր, որպեսզի մարդիկ կարողանան հասկանան, որ շատ տարբեր գործիչներ ոլորտային անտարբեր չեն իրենց ապագայի նկատմամբ։ Իրենց մասին հոգ տանող կա եւ բացի նրանից, որ գործող իշխանությանը փնովել, նաև այլընտրանք առաջարկող կա։ Իսկ ես այդ այլընտրանքը առաջարկում եմ առողջապահական համակարգում։ Ես առաջարկում եմ ֆինանսավորման եւ ապահովագրավճարների կարգը փոխել եւ մասնաբաժինները փոխել, թե ով որքան է վճարելու։ Ես առաջարկում եմ գները վերանայել, որոնցով որ բուժաշխատողներն են աշխատելու։